Ասում է, եթե Քոչարյանը գա, կլինի պատերազմ։ Քոչարյանի կենսագրությունը մինչ նախագահ լինելը պատերազմ հաղթելու, նախագահ լինելով հաղթանակը պահելու, պատերազմը կանխելու կենսագրություն է։ Ասում է, ընդդիմության ռետորաբանությունը բերելու է պատերազմի կոչեր են անում։ Այսօր էլ պաշտպանության նախարարն էր նման մի բան ասում։ Հարց են տալիս, ընդդիմության հետ որ մի հայտարարությունն է ռազմատենչ, որ հայտարարությունն է բերելու պատերազմի, լեզուն քարկապ է ընկնում։ Նիկոլի խոսքը, եթե չանենք, կլինի պատերազմ, այ հենց դա պատերազմ բերելու խոսույթ է, բայց ասեք ընդդիմադիրների մի խոսք, որը պատերազմի սպառնալիք է։ Ավելին, ընդդիմության դերակատարները ու առաջին հերթին հենց նա, ումով վախեցնում են, Ռոբերտ Քոչարյանը ասում է. ես բերելու եմ երաշխավորված խաղաղություն, այսինքն ոչ միայն պահպանելու է խաղաղությունը, այլ անելու է այնպես, որ երբեք չխախտվի։ Ի տարբերություն Նիկոլի, որ ասում է ես չլինեմ վարչապետ, կլինի պատերազմ, Քոչարյանն ասում է ես խաղաղությունը դարձնելու եմ այնպիսին, որ ով էլ լինի վարչապետ, Ադրբեջանում էլ նախագահ, խաղաղությունը պահպանվի, երաշխավորված խաղաղություն լինի։ Ասում է կվերականգնեմ բանակի մարտունակությունը, որը երաշխիք կլինի իր հերթին, որ պատերազմ չի լինի։ Բանակը այսօրվա նման չի լինելու։ Այսօրվա Նիկոլի ու Պապիկյանի անվտանգությունը ոնց որ նուֆ-նուֆի տնակը լինի։ Քոչարյանն ասում է, հզոր դաշնակից կունենանք, որը եւս մեկ երաշխիք կլինի խաղաղության։ Ասում է ես կապահովեմ բացարձակ հուսալի անվտանգ երկիր։ Դուք որտեղ եք տեսնում պատերազմի վտանգ այստեղ։